Մենք վերադարձանք եւ ունենք հյուր, ում հետ պիտի այսօր զրուցենք, շատ հետաքրքիր հյուր։ Ինչպես սիրում ենք շատերս ասել, հայրենիքի մասին կարող ես աշխարհին պատմել ոչ միայն կռվով, այլև արվեստով։ Այս լեզուն հասկանում են անկախ ժամանակից, աշխարհագրությունից։ Կհիշեք հավանաբար, որ COVID-ի ժամանակ մի երիտասարդ իր պատշգամբից միշտ երգում է, շատ գեղեցիկ էր երգում, ես ինքս ականատես եմ եղել, տեսել եմ եւ շատ էսպես մեծ հետաքրքրություն էր առաջացնում, քանի որ այդ շրջանում կարծես թե կյանքն ամբողջ աշխարհում երկրագնդի վրա կանգնել էր եւ ամեն մի փոքրիկ այսպես լավ էմոցիա մեզ ապրելու հույս էր փոխանցում։ Եվ պիտի ասենք, որ հետո արդեն տեսանք այս երիտասարդի նաև ֆրանսիական Voice-ի նախագծում, այս երիտասարդը հայ է, Հակոբն է, ով ապրում է Ֆրանսիայում եւ այսօր Երևանում է եւ առիթը բաց չթողեցինք զրուցել Հակոբի հետ։ Բարի առավոտ։ Բարի լույս Հակոբ, շնորհակալություն, որ Երևանում եք, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք եւ եկեք գանք մի փոքր սկզբից, արմատներից։ Դուք ծնվել եք Ֆրանսիայում։ Այո։ Որն էր այն կետը, երբ դուք հասկացաք, որ ձեր հայկական ծագումը ոչ միայն ծագում է, այլ ներսից եկող ինչ-որ արտասովոր ձայն։ Կարծես միշտ է եղել այդ ձայնը մեջիցս, քանի որ ընտանիքս միշտ մեզ տարել է դեպի այդ մշակույթ հայկական, տանը հայերեն էինք խոսում, ես զուգահեռ սովորել եմ համ ֆրանսերենը, համ հայերենը, դրա համար sense լավ եմ կարողանում հիանալի եք խոսում, հիանալի։ Մեկ կներեք, որ Չէ, շատ լավ եք խոսում եւ իդեպ մենք նաեւ մինչ հաղորդումը սկսել խոսեցինք այն մասին, որ խոսում եք առանց ակցենտի, որը շատ կարեւոր է։ Հակոբ, դուք զբաղվում եք երաժշտությամբ, հա, այլ մի փոքր պատմենք եւ նաեւ արդյոք ծանոթ եք նաեւ հայկական մշակույթին եւ արվեստին։ Այո, իհարկե, ես սկսել եմ ջութակով, ջութակահար եմ առաջին հերթին, ունեմ երաժշտական ընտանիք, երաժիշտներ ընտանիքում մի քանի, որը ոնց որ ինձ inspired արեցին ընդեղից։ Ոգևորեցին։ Այո, ոգևորեցին, սկսեցի ջութակով զբաղվել եւ հետո դասական երգով։ Միշտ հայկական երգերը միշտ եղել են իմ ոնց որ համ ականջում, միշտ լսել եմ, Սայաթ-Նովա եմ լսել, Կոմիտաս եմ լսել, նույնիսկ ֆրանսիական ալբոմի մեջ առաջին անգամ Կոմիտաս երգեցի ես դասական ալբոմի մեջ Warner Classic-ի հետ, որ ստորագրեցի Prodigy-ից հետո, որը հաղթեցի 2015 թվին, 12 տարեկան էի, փոքր էի, բայց Հոյնազան երգեցի այդ ալբոմի մեջ։ Հոյնազան դյարես։ Հոյնազան։ Մյուս Հոյնազանը։ Այո, այդ Հոյնազանը։ Ինչպես հայտնվեցիք ֆրանսիական Voice-ում։ Ֆրանսիական Voice-ում հայտնվեցի շատ ռանդոմ իրավիճակում իրականում, զանգեցին եւ ասացին, որ եթե կուզենաս մասնակցելու, ես էլ այդ ժամանակ ոնց որ մի քիչ ոճի փոփոխություն էի ուզում, դասականից ոնց որ արդեն անցնում էի մի քիչ պոպ արդեն արվեստի մեջ, պոպ երգի մեջ եւ ոնց որ ճիշտ ժամանակին այդ առաջարկը եկավ ինձ ու ասացի ինչու՞ չէ եւ գնացի շատ լավ որոշում էր դա, քանի որ ամենամեծ էքսպերիենսներից մեկն էր իմ կյանքի, որը շատ ստրեսֆուլ էր եւ շատ բաներ սովորացրեց ինձ արտիստիկ առումով։ Ուր հասակ The Voice-ում Մինչև ոնց ասեմ հայերենով, կիսա եզրափակիչ, այո։ Բնականաբար շատ պրոդյուսերներ, հանդիպումներ, ինչ տվեց ձեզ եւ որ փուլում եք կյանքի հիմա։ Ինձ շատ բան տվեց Voice-ից հետո, տվեց այն փաստը, որ ես հետո միանգամից սկսեցի տուրներ անեմ աշխարհով մյուզիկլների մեջ, մյուզիկլի շատ մեծ մյուզիկլներ եմ արել, Ռոմեո Ջուլիետ Չինաստանում արեցի, ԺՎՏՄ Եվրոպայով էլի տուրներ էինք անում, եւ այս վերջերս Star Musical, տենց մեծ production-ների մեջ եմ ունեցել շանս գտնվելու Voice-ից հետո Ամերիկայում շատ տուրներ ունեցա եւ հիմա վերադառնում եմ Մայամիից, որտեղ էլի հրաշալի շատ Armenian Heritage Cruise-ի մեջ էի երգում Անդրեի հետ եւ Գոհարի հետ եւ հիմա գտնվում եմ Երևանում։ Այ, եկանք ամենակարևոր կետին։ Եվ մենք գիտենք, որ դուք ունեք նախատեսված, կարծես թե համերգ։ Այո, մի փոքր պատմեք այդ համերգի մասին մեր հեռուստադիտողին։
Ես ճիշտ ասած սեպտեմբերից մինչև նոյեմբեր Երևանում էի, ես ըստեղ էի լրիվ ուրիշ պրոյեկտի համար։ Մենք կինո նկարեցինք Երևանում։ Դերեն Սարաֆյանի հետ, ռեժիսոր Լոս Անջելեսից, որը Dr. House-ի ռեժիսորն է։ Այդ կինոյի մեջ նաև կա Խորեն Լևոնյան, Նարինե Գրիգորյան, այդ կինոյի անունը մեր լավագույն օրերն են։ Դեռ չի դուրս եկել։ Ահա։ Դեռ շատ ընթացքի մեջ է։ Մենք առաջինը իմացանք ամենայնիվ։ Այո, դուք առաջինը իմացաք։ Եվ որ ստեղ էի, շատ ոգեշնչված էի ու մտածեցի համերգ անել, քանի որ հայ պուբլիկան, ես գիտեմ, արդեն եկել եմ Հայաստան համերգներով, բայց շուտ երկար ժամանակա ստեղ համերգ չեմ ունեցել եւ քանի որ ժամանակ չունեի այդ համերգը կազմակերպելու, մտածեցի դե նորից կգամ։ Եվ նորից գալու։ Այո, հիմա է։ Խոսացինք եւ մտածեցի որտեղ անեմ Կաֆեշջան արվեստի կենտրոն միանգամից մտքիս եկավ եւ ամսի 30-ին եւ 31-ին, քանի որ 30-ը արդեն sold out ենք, համերգ ունենամ, այո։ Այսօր կարող 31-ի համար դեռ կան տոմսեր, գնել տոմսեր եւ գտնվել Հակոբի համերգին։ Մենք գիտենք, եթե չենք սխալվում իհարկե, որ դուք հանդիպել եք շատ մեծանուն մի հայ շանսոնիեի հետ։ Խոսքը գնում է բնականաբար Շարլ Ազնավուրի մասին։ Ինչ եղավ այդ հանդիպման ժամանակ, որ ցայսօր էլ ձեր մեջ մինչև հիմա դուք պահում եք եւ ամեն անգամ բեմ բարձրանալուց դուք հիշում եք դա։ Ինքը իմ համար կարծես ոնց որ իմ պապիկը լիներ իմ սրտում, ես իրան հանդիպել եմ իր ընտանիքի շնորհիվ, նաև ընտանիքի հետ եմ մոտ մնացել։ Ես առաջին անգամ որ իրան հանդիպեցի Փարիզում, ես որ մտա իր գրիմանոց, իր սենյակ, իր համերգից առաջ, ինքը շատ փոքր էր եւ շատ նիհար, շատ, բայց իրան որ տեսա, ես իմ սիրտս այսպես սկսեց աշխատել եւ ինչքան ոնց որ ինքը մեծ էր, իր այդ հասարակությունը, որ ինքը ուներ, ինձ նայեց մի անգամից բռնեց իմ գրկեց ինձ, ասում է հայերեն խոսում ես, ասում եմ այո, խոսում եմ, բայց ռուսերեն հայերենն ես խոսում, թե արևմտա հայերեն, որտեղ ես ռուսերեն, ասում եմ այո, Երևանի հայերեն եմ խոսում, ծնողներս երևանցի են, եւ շատ ուրախ էր, որ տենց հայերեն շփվեցինք իրար հետ, այդ լեգենդը, որ այտենց հասարակ էր, այդ արդեն ամեն ինչ ոնց որ ասում է, էլի, այդ սա հետո ինքը շատ խորհուրդներ տվեց արտիստիկ եւ personal ոնց որ իմ համար միշտ ինձ հետ է, բեմում միշտ ինձ հետ է ու ես միշտ մեծ հաճույքով երգում եմ իր երգերը, քանի որ այդ երգերը ոնց որ ժամանակից դուրս են, միշտ էլ լսելու ենք իր երգերը, իր գրված բառերը շատ կարեւոր են ու շատ սիրուն են հնչում միշտ ու շատ դժվար է, քանի որ երգը որ գրվում է, երգի բառը ու մեղեդին իր հետ բռնացնելը շատ դժվար գործ է ու դրա համար է լեգենդա ինքը։ Այս ամենից հետո մեզ կարծես թե մնում է մի բան ձեզ խնդրել։ Այլ հենց այդ բառերով, հենց Շարլի բառերով մի բան հենց փոքրիկ կտոր թեկուս կատարել։ You are the one for me, for me, for me, formidable. You are my love, very, very, very véritable. Et je voudrais pouvoir un jour enfin te le dire, te l'écrire dans la langue de Shakespeare, my désir. Այն շատ լավ թեմա է խոսելու, թե ձեր մենահամերգին ինչ ծրագիր եք ներկայացել, այն էլ հիմա, որ այսպես կարծես ոճային փոփոխության եք գնացել։ Այո, ես գիտեմ, որ հայերը շատ սիրում են ֆրանսիական մշակույթը, ֆրանսիական երգերը, ու հենց դրա համար մտքումս էր, որ այդ համերգով ոնց որ ներկայացնեմ ֆրանսիական մեր մշակույթը, ֆրանսիական երգերը, որը ասենք շատ ունենք Piaf, ունենք Brel, Brassens, Aznavour, իհարկե, եւ այդ համերգի անունը La Vie en Rose է, ու հնչելու են հենց ֆրանսիական երգեր Aznavourից, Brel, Piaf, ամենաճանաչված եւ ամենասիրված երգերը շատերը հայերը գիտեն, Champs-Élysées, Jodassin,
այդ մակարդակի եւ այդ մշակույթի երգեր, որը շատ եմ սիրում, շատ եմ լսել եւ դրանցով եմ մեծացել։ Նաեւ պատմելու եմ իմ արտիստիկ կարիերայի ոնց որ ճանապարհը, թե ոնց եմ մյուզիկլներից կերգեմ, Notre Dame de Paris-ից, հայերեն եմ երգելու։ Այ ես հենց դա եմ ասում։ Այո։ Շատ չեմ երգելու հայերեն, բայց երգելու եմ։ Բայց տեղին։ Իսկ ջութակով հանդես գալու եք թե ոչ։ Ջութակս ցավոք սրտի ինձ հետ չի։ Հիմա սարքում են Ֆրանսիայում, մի քիչ ինքը բան խնդիրներ ունեցավ։ Ջութակս ինձ հետ չի, բայց ունեմ հրաշալի երաժիշտներ, որը ինձ հետ են լինելու բեմում, 5 մուզիկանտ ունեմ, դաշնամուր, գիտար, կոնտրաբաս, սաքսոֆոն եւ բառաբան։ Իրանք հերվից հերու մենք իրար հետ աշխատեցինք եւ 3 առաջի փորձը ունեցանք իրար հետ եւ հրաշալի է ամեն ինչ ստացվում։ Այսօր նորից փորձելու ենք, հենց հետո, ստեղից գնում եմ մի անգամից փորձի։ Բայց ձենս իմ հետ է լինելու ամսի 30 եւ 30։ Կարևորը երաժիշտները այստեղից են թե այստեղից են, այո, այո։ Իսկ Հակոբ առիթ ունեցել եք շփվելու հայ երաժիշտների հետ։ Այո, այո։ Համագործակցություններ նոր։ Այո, եղել են, անցյալում շատ են եղել, քանի որ ֆիլհարմոնիկի հետ շատ եմ աշխատել, համագործակցել, Էդուարդ Թոփչյանի հետ եմ շատ համագործակցել, Սերգեյ Խաչատրյանի, Նարեկ Խախնազարյանի հետ հանդես եմ եկել եւ շատ, ասենք, նույնիսկ դաժե հանդիպումներ եմ ունեցել հայ երգիչների հետ, որոնց շատ չեմ ճանաչում իրականում, որովհետև ընդեղ եմ ապրում, բայց լսում եմ եւ միշտ հաճելի է share անել մեր էքսպերիենսները արտիստիկ, քանի որ բոլորս էլ այդ նույն արվեստի մեջ ենք եւ այդ նույն շոու բիզնեսի մեջ ենք, ասենց ասած, բայց առաջինը ինչն է մեզ ոնց որ միացնում այդ passion-ն դեպի մուզիկա, դեպի արվեստ, դեպի որակ եւ մակարդակ։ Այ Հակոբ, պատմեցիք, որ բավականին շատ համերգներ եք ունենում, տուրնեներ եւ այլն, հա, այսինքն հանդիսատես, տարբեր տեսակի, բայց ըստ ձեզ, այս ձեր համերգը այսպես քննությամբ է ձեզ համար, որովհետեւ այն առաջին անգամ է Հայաստանում հայ հանդիսատեսի մոտ եւ այսպես ինչ զգացողություններ ունեք։ Ինչով է սա տարբերվելու այդքան մեծ տուրնեներից։ Շատ տարբեր է իմ համար, շատ իրոք, որովհետեւ ես շատ հաճախ երգել եմ մեծ դահլիճներում, ասենք միշտ համալիրի պես այդտենց դահլիճներ եմ լցրել ու կարծես մի քիչ հոգնել էի այդքան մեծ հանդիսատեսից, որը չես զգում connection-ը մարդկանց, կոնտակտը չես ունենում, որ այդքան մեծ է դահլիճը ու այդքան հեռու են մարդիկ։ Դրա համար էր որոշումս, որ Կաֆեսճան արվեստի կենտրոնում անենք նաև, որ հենց այդ շատ մտերմիկ լինի ամեն ինչը, հենց կոնտակտի լինեմ մարդկանց հետ։ Հայ պուբլիկային ճանաչում եմ, ունեցել եմ, բայց դասական համերգներ եմ ունեցել, նույն բանը չէ։ Հիմա շատ անհամբեր եմ, որ այս համերգը լինի ու հայրեն եմ իհարկե վարելու իմ համերգս։ Ուզում եմ ուղղակի վերադառնամ իմ արմատներին այս համերգով, վերադառնամ եւ հայացքները տեսնեմ մարդկանց եւ երգացնեմ մարդկանց եւ բաներ պատմեմ, անեկդոտներ պատմեմ թե իմ ուղուց, ես գիտեմ, ես 22 տարեկան եմ, ես գիտեմ, որ դեռ Բայց բավականին երկար ճանապարհ եք անցել, այն էլ ինչքան էսպես հետաքրքիր ճանապարհ։ Հա, այո։ Մարդիկ մի ամբողջ կյանք են ապրում եւ երբեք մյուզիկլում չեն հայտնվում։ Իրոք շնորհակալություն եմ հայտնում, չգիտեմ, Աստծուն, որ սենց բավականին լիքը հնարավորություններ եմ ունեցել անելու շատ բաներ, ես գիտեմ, որ դեռ ջահել եմ, դեռ շատ բաներ կա սովորելու, ես շատ բաց եմ ու շատ եմ սիրում սովորել, շատ եմ սիրում մեծանալ, աշխարհ տեսնել, միշտ եմ ասում, էլի հարստությունը իմ մարդկանց մեջ է, որ մարդկանց ճանաչելու, մարդկանց հետ share անելու ինչ-որ մի բան, ինչ-որ մի պահ, ու այդ պահը լինելու է նաև համերգից վաղ ժամանակ, որը իմ համար շատ կարևոր է միշտ։ Շնորհակալություն, շատ շնորհակալ ենք, հուսանք, որ ամսի 31-ի համերգն էլ արդեն sold out կլինի, ինչպես նշեցիք, ձեզ մաղթում ենք հաջողություն, շատ հաճախ եղեք Հայաստանում, վստահ եմ, որ հայկական հեռուստադիտողն էլ եւ հանդիսատեսն էլ ձեզ շատ սիրելու է։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, իսկ մենք գնանք դիտենք գովաստ։